Բարի օր, այսօր կխոսենք վարակիչ վիրուսային հիվանդություններից հեպատիտ C-ի մասին եւ տաղավարում հյուրընկալել ենք ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ վարակաբան Հրանտ Բաբայանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչ հիվանդություն է հեպատիտ C-ն։ Հեպատիտ C-ն վարակիչ վիրուսային էթիոլոգիայի հիվանդություն է, որը բնորոշվում է հիմնականում անախտանիշ ընթացքով, բերում է լյարդի ախտահարմանը, արդյունքում զարգանում է լյարդի ցիրոզ եւ լյարդի քաղցկեղ։ Դրան բնորոշ է, ինչպես նշեցի, անախտանիշ ընթացքը, որը մեծամասամբ տեղի ունենում հիվանդության քրոնիզացիա, անցում քրոնիկ հեպատիտ C-ի։ Սուր դեպքերի մոտ 20-25% դեպքերում օրգանիզմը կարողանում է հաղթահարել իմուն համակարգը, իսկ 75-80% դեպքերում զարգանում է քրոնիկ հեպատիտ C։ Ինչպես են վարակվում։ Վարակման 3 ուղի կա՝ արյունային, սեռական ճանապարհ եւ հիվանդ մորից պտղին փոխանցումը։ Սրանցից համաճարակաբանական առումով կարևորը արյունային փոխանցման մեխանիզմն է, քանի որ արյան միջոցով ավելի մեծ է հավանականությունը հեպատիտ C-ով վարակվելու։ Արյան միջոցով կան բժշկական եւ ոչ բժշկական միջամտություններ, որոնք հանգեցնում են վարակի տարածմանը։ Դե բժշկականը արյուն պարունակող գործիքների, աղտոտված գործիքների օգտագործումն է, արյան եւ նրա պատրաստուկների ներարկումները, հեմոդիալիզ ստացող պացիենտները։ Բժշկական անձնակազմը նույնպես ռիսկի խմբում է, որտեղ նույն ներարկիչներով կարող են մատ ծագել, Ոչ բժշկականը, օրինակ գեղեցկության սրահները, որտեղ եթե արկա է հիվանդի արյունով աղտոտված ու թերի մշակված ախտահանված գործիքներ, այդ ճանապարհով նույնպես իրական է հիվանդության տարածումը։ Սեռական ճանապարհով ռիսկային խմբեր են հաճախակի սեռական կոնտակտ ունեցողները, մասնավորապես կոմերցիոն սեռական ծառայություն մատուցող կանայք եւ հղի եւ տղամարդիկ։ Հղիների մոտ փոխանցման տոկոսը ավելի ցածր է 2-ից 7%։ Ինչպես են վարակվում, ընթացքը ոնց է լինում։ Նշված ճանապարհներով վիրուսը հայտնվեց օրգանիզմում, տեղի ունենում օրգանիզմի պատասխան ռեակցիան, այսպես կոչված սուր հեպատիտի զարգացում, որը ելի թույլ արտահայտված է ընթանում, ընդհանուր թույլություն, նախորժակի անկում, երբեմն մաշկային ծածկույթների թույլ դեղնություն, սրտխառնոց, փորլուծություն, որը հիմնականում մարդիկ ուշադրություն չեն դարձնում, մտածելով դե երևի մրսել եմ կամ մի բան այն չեմ կերել, ու այդ process-ը արագ անցնում է։ Որից հետո տեղի ունենում process-ի քրոնիկ process-ի ձևավորում, որի ընթացքում մարդը որևէ գանգատ չի ունենում։ Սակայն վիրուսը ունի, վիրուսը դանդաղ, բայց բազմանում է եւ ախտահարում է լյարդը։ Այդ մարդիկ համաճարակաբանական առումով հանդիսանում են առավել վտանգավոր վարակի աղբյուր։ Հասարակական առողջության համար իրանք վտանգ են ներկայացնում, որը հաշվի առնելով եւ առողջապահության նախարարությունը 2020 թվականից ներդրեց հեպատիտ C-ի բուժման պետական ծրագիր, նպատակ ունենալով մինչև 2030 թիվը կտրուկ նվազեցնել հեպատիտ C ունեցող պացիենտների քանակը, այսինքն վաղ հայտնաբերում եւ բուժման տրամադրում։ Դուք որ նշեցիք, ուշ է հայտնաբերվում, սովորական մարդիկ սկրինինգային ինչ հետազոտություններ կարող են կատարել, որպեսզի ավելի վաղ պարզեն։ Տեսեք, մարդը չունի գանգատ տարիներով, ինքը գանգատ չի ունենում, անգամ տասնյակ տարիներ։ Ստե մեզ կարա իրոք օգնի սկրինինգային հետազոտությունը, եթե մարդը տարին գոնե մեկ անգամ անցնի սկրինինգային հետազոտություն։ Մեր կենտրոնը, ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը, անվճար հիմունքներով բոլոր անձանց տրամադրում է այդ սկրինինգային հետազոտությունը ոչ միայն հեպատիտ C-ի, այլ նաև հեպատիտ B-ի, սիֆիլիսի եւ միավարակի նկատմամբ։ Այդ հետազոտությունը իրոք մեծ դեր կարա կատարի այս process-ի ավելի աշխույժ ընթացքի համար։ Այսինքն սովորական արյան անալիզ հանձնելով պարզում են։ Այո։ Արագ տեստերը ինքը մոտ 10 րոպեվա ընթացքում պացիենտը անձը կարա սպասի, 10 րոպեվա ընթացքում պատասխանը ստանա։ Կատարվեց սկրինինգային հետազոտությունը, եթե հայտնաբերվեց օրինակ հեպատիտ C-ի
դրական պատասխան, որը խոսում է նրա մասին, որ օրգանիզմը կոնտակտ է ունեցել վիրուսի հետ, դա դեռ ախտորոշում չի։ Մեր կենտրոնում կատարվում են նաև մնացած հետազոտությունները, այսինքն PCR մեթոդով որոշվում է կա հիվանդությունը, թե չէ, եթե վիրուսը հայտնաբերվեց, ախտորոշումը դրվեց, ուղղորդվում է բժիշկ Վարապկաբանի մոտ, կատարվում է բժշկի խորհրդատվություն, նշանակվում է համապատասխան հետազոտության պլան, որպեսզի որոշվի լյարդի ախտահարման ծանրության աստիճանը եւ որոշվի բուժման տևողությունը։ Այդ ամբողջ ծավալը կատարում է անվճար հիմունքներով։ Վերջին շրջանում դա ներդրվել նպատակ ունենալով հեպատիտ C-ով հիվանդների հայտնաբերման ավելի ակտիվ ընդգրկուն ծավալ հաղորդելու նպատակով։ Դրանից հետո դեղորայքը տրվում է կախված ծանրության աստիճանից 12 կամ 24 շաբաթ տևողությամբ։ Դեղորայքը դա վելպատասվիր սոֆոսբուվիր վելպատասվիր դեղորայքն է, որը կոմբինացված դեղորայք է, այսինքն մեկ դեղահատի մեջ 2 հակավիրուսային դեղ է պարունակում, որը օգտագործում են 1 տաբլետկա, 1 հաբ։ Լավ տանելություն է, լավ դեղորայք է, էֆեկտիվությունը 97-ից 98%, այսինքն բարձր էֆեկտիվություն ունեցող դեղորայք է։ Այսինքն անվճար կարող են հետազոտվել, բուժվել, լրիվ Այո, մեր կենտրոնի, ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի եւ առողջապահության նախարարության շնորհիվ մշակվել է 20 թվից ծրագիրը կա ու ամեն տարի մոնիտորինգ է կատարվում, հա թերությունները, նոր առաջարկություններ, այս տարվա մեր կենտրոնի առաջարկությունը դա է եղել, որ կենտրոնը իր միջոցներով ամբողջ ծավալի գործընթացը կատարում է անվճար։ Պացիենտը խնդիր չունի որևէ լումա ծախսելու, ավելի մոտիվացնենք անձանց, որպեսզի եւ հետազոտությունը անցնեն թեկուզ պրոֆիլակտիկ, իսկ հայտնաբերման ժամանակ դեպքում բուժումը ստանան։ Ասեմ ավելին, կա նպատակներ քննարկման շրջանում, որ այդ ծավալը հնարավոր լինի տրամադրել նաև մարզային կենտրոններում, որտեղ երբ որ վերլուծում ենք 20 թվականից մինչև 26 թվականը հեպատիտ C-ով բուժված պացիենտների քանակը, ապա կտենենք, որ գերակշիռ մասը հիվանդների դրանք երևանաբնակներ են։ Այսինքն մարզային բացեր ունենք մենք մարզային կենտրոններում եւ կա մշակվում է ծրագիր, որպեսզի այս ամեն ինչը կազմակերպվի նաեւ մարզային կենտրոններում, որպեսզի մարդը օրինակ հեռու մարզերից խնդիր ունի ֆինանսական տեղում բուժումը ստանա, այլ չգա հասնի Երևան։ Դեպքերի հայտնաբերումը տարբեր է լինում եւ վիրահատական միջամտություններից առաջ է հայտնաբերում եւ սկրինինգային հետազոտություններ են գալիս անցնում հայտնաբերվում է լինում է արտերկիր աշխատանքային միգրանտները մեկնում են ընդդեմ արտադիր բժշկական հետազոտությունների պլանի մեջ կա հեպատիտ C հայտնաբերվում է իմանում է գալիս է դիմում մեր կենտրոն տեսեք 2005 թվականի դրությամբ հայտնաբերված բուժում ստացածների թիվը եղել է 689 իսկ այս տարվանը դե 229 ընդհանուր 20 թվից մինչև 26 թվականը հայտնաբերվել եւ բուժում են ստացել 4373 քաղաքացի Իսկ ձեզ դեպքերը ավելի շատ են, այսինքն վարակակիրների թիվը շատ է, բացահայտումներն են քիչ։ Ամենայն հավանականությամբ այո, վարակվածների թիվը հավանական է շատ լինի, դրա համար մենք մեր կենտրոնը այս նախաձեռնությունները, որ ես վերը նշեցի, նպատակը հենց դա է ավելի աշխուժացնել սկրինինգային ծառայությունը, հայտնաբերվելու մակարդակը ավելի բարձր դարձնելու համար։ Բացի այդ, մոնիտորինգի արդյունքում, երբ որ վերլուծություն է կատարվում, հիվանդների մեծ մասը դրանք 50 եւ բարձր տարիքի անձինք են, այսինքն երիտասարդների մոտ ավելի ցածր տոկոս է կազմում, որը կարող խոսի նրա մասին, որ երիտասարդները հետազոտված չեն կամ թերի հետազոտված են։ Այսինքն սկրինինգային հետազոտման նպատակը, նաև նման հաղորդաշարերի նպատակը պրոպագանդել, որ պրոֆիլակտիկ հետազոտություն անցնելու անհրաժեշտությունը, որն գոնե տարին մեկ անգամ գալ նշեցի 4 հիվանդություն, հեպատիտ B, C, սիֆիլիս, միավարակ, անցնել հետազոտություն, որտեղ նշված 4 հիվանդություններից մի մասը բուժվող են, մի մասը
դեղորայքի միջոցով վերահսկելու հիվանդություններ են։ Բացի դա ցանկացած հիվանդություն ավելի հեշտ է բուժվում նախնական էտապում, քան երբ որ ունենք ծանր հետևանքներ։ Երեխաների մոտ եւս հայտնաբերվում է հեպատիտ C։ Երեխաների մոտ այո։ Դա ինչով է պայմանավորված։ Մորից երեխային կամ որևէ այլ բժշկական միջամտությունի արդյունքում։ Խոսենք նաև բուժումից, հիմնականում դեղորայքային բուժում է նշանակվում եւ որքան ժամանակ է պահանջվում բուժման համար։ Ուրեմն բուժումը, ինչպես նշեցի, տևում է ըստ ծանրության աստիճանի 12-ից 24 շաբաթ։ Դեղորայքը աշխարհում լավագույն դեղորայքներից մեկն է կոմբինացված սոֆոսբուվիր վելպատասվիր 12-ից 24 շաբաթ։ Եթե լյարդի ախտահարման ծանր հետևանքներ չունենք, 12 շաբաթ է տևում, եթե ունենք ծանր ախտահարում 24 շաբաթ։ Ամիսը մեկ անգամ պացիենտը մոտենում է, մեկ տուփ դեղը 28 հաբ է պարունակում, տուփը ստանում է, բացի բուժումը տրամադրելուց մեր կենտրոնը նույնպես անվճար հիմունքներով տվյալ հիվանդների հսկողություն է իրականացնում, հա, պարբերաբար բժշկի կոնսուլտացիա, ըստ անհրաժեշտության նաև լաբորատոր հետազոտությունների կրկնություններ, բուժման դինամիկան հսկելու նպատակով։ Բուժման ավարտից հետո 12 եւ 24 շաբաթ հետո նորից PCR մեթոդով հետազոտվում են, որպեսզի բարձվի վիրուսի բուժման արդյունքը, այսինքն վերացել է վիրուսը, մարդը առողջացել է, թե վիրուսը դեռ պահպանվում է։ Ու 97-98% դեպքերում մենք ունենում ենք ամբողջական առողջացում։ Էլ կրկնվելու դեպքեր չեն գրանցվում նույն մարդու մոտ։ Նույն մարդը, տեսեք, կայուն իմունիտետ բուժվելուց հետո չի զարգանում, այսինքն մարդը կարա նորից վարակվի։ Դրա համար բժշկական խորհրդատվության ժամանակ դա նույնպես զգուշացում է, որպեսզի իրանց ապրելակերպը, վարքը, հավանական վարակվելու գործիքակազմը ուշադիր լինեն, հեռու մնան, ռիսկային գործողություններ չկատարեն։ Եթե տանը կա հեպատիտ C-ով հիվանդ, կան կանոններ, որոնց պետք է հետևեն ընտանիքի անդամները։ Ուրեմն տեսեք, տանը կենցաղային կոնտակտով չի փոխանցում, այսինքն միասին հաց ուտել, սրճել, նույն բաժակից օգտվել, անհրաժեշտ է արյան կոնտակտ։ Տան մեջ հնարավոր է տարածվելը, օրինակ սափրվելու գործիքը, եթե տանը կա հիվանդ ու նույն սափրվելու պարագայով օգտվում է մնացածը կամ խոզանակով, այսինքն այս երկու դեպքում մենք ունենք միկրոտրավմաներ, այսինքն վարակի համար պարտադիր չի տեսանելի արյուն լինի, կարա եւ արյունը տեսանելի չլինի, բայց վարակը փոխանցվի, բայց մնացած դեպքերում կենցաղային շփում, բարևելը, գրկախառնվելը ինքը վարակի տարածման աղբյուր չի հանդիսանում։ Իդեպ արյունը այդ իրերին քանի օր կարող է մնալ եւ վարակիչ լինել։ Ինքը ակտիվ տես կայուն չի արտաքին միջավայրում, շուտ ոչնչանում է, երկարատև չի պահպանվում, բայց համենայն դեպս այդ այն գործիքները, որոնք կարան լինեն աղտոտված արյան մասնիկներով, պետք է առանձին հիվանդը պահի, որպեսզի մնացած տան անդամները չվարակեն, որովհետև տեսեք, եթե կա այդ կոնտակտը եղավ, մարդը վարակվել է թե չէ, մենք կարանք իմանանք մաքսիմում 6 ամիս հետո, գաղտնի շրջանը հեպատիտ C-ի 26 շաբաթ է, 182 օր, միջև այդ կարա մարդը հետազոտվի, արդյունքը բացասական լինի, այսինքն պետք է սպասի գաղտնի շրջանը, որ անցնի։ Դրա համար այդ ամենը խուսափելու համար այդ պրիմիտիվ նորմաները պետք է պահել։ Ճիշտը որ տարիքից սկսած հետազոտվելն է։ Մենք խոսում ենք չափահաս մարդկանց մասին, 18+, մնացածը անձը հետազոտում է ծնողի նախաձեռնությամբ, տարին մեկ առնվազն 18 տարեկանից սկսած կարելի է հետազոտվել։ Նրանք ովքեր ունեն հեպատիտ C եւ օգտագործում են ալկոհոլ, բուժման առումով Չէ, պարտադիր չի, տեսեք, շատ դեպքերում, երբ որ սկրինինգային հետազոտման մասին է խոսք գնում, մարդը ասում է, դե ես այդ մարդը չեմ, տես կյանքով չեմ, այսինքն ինքը տանում է լրիվ այլ դաշտ, շատ դեպքերում բարոյական, բայց շատ դեպքերում ատամնաբուժարան գնաց, վարակվեց, գեղեցկության սրա, որի մասին ոչ մեկ կասկած չունի, վարակվեց, գնաց դաջված կարեց, վարակվեց,
նես որ հիվանդության արկայությունը դա որևէ ձև մարդուն չի բնորոշում։ Ցանկացած հիվանդություն մարդու համար է։ Այնքան որ պետք է այդ բժշկագիտական կուլտուրան ունենալ, տվյալ դեպքում մեր կենտրոնն էլ այդ հնարավորությունը ընձեռում է առողջապահության նախարարության հետ համատեղ անվճար անցնել սկրինինգային հետազոտություն։ Կհայտնաբերվի հիվանդությունը, անվճար ստանալ բուժումը։ Որևէ խնդիր չկա։ Պետք չի անիմաստ կյանքը ավելի բարդացնել։ Նրանք ովքեր ունեն հեպատիտ C, կա հատուկ սնունդ, որ կարող են օգտագործել կամ ոչ, եւ ալկոհոլը այս դեպքում որքանով է վտանգավոր։ Բուժման ընթացքում բժշկական խորհրդատվության ժամանակ բժիշկը այդ խորհուրդները տալիս է։ Իհարկե, ալկոհոլ չի կարելի, որոշակի դիետայի հետ կապված խորհուրդներ տրվում է։ Այո, բայց մեծամասամբ դա վերաբերվում է ալկոհոլին, դա միանշանակ։ Ալկոհոլը դա սոցիալական չարիք է, անկախ հեպատիտ C ունեք թե չունեք։ Մնացածը խորհուրդները իհարկե պացիենտներին տրվում է սննդակարգի հետ կապված միանշանակ։ Որ նշեցիք, օրինակ գեղեցկության սրահներում հնարավոր է վարակվեն կամ դաջված կանել ատամնաբուժարանում առավել եւս։ Հիմա բուժարուն ինչին ուշադրություն դարձնի, անդադ ստուգել տա։ Տեսեք, ատամնաբուժարանում մարդիկ կարան ավելի վստահ լինեն, որ չեն վարակվի, որովհետեւ այսօրվա պահանջները ու այն նյութատեխնիկական բազան, որ ունեն ատամնաբուժարանները, զրոյի է հասցվում վարակի հավանականությունը։ Գեղեցկության սրահներում այլ խնդիր է։ Շատ դեպքերում գործիքները պլաստմասային ինչ-որ մասեր ունեն, որը լիարժեք ավտոկլավի մեջով անցկացնել խնդիր է լինում։ Հետո կախված է գեղեցկության սրահի դիմելության աշճանից։ Եթե դիմելությունը շատ է, պարզ է իրանք այդ չեն հասցնելու անեն։ Հետո եւ ամենապարզը զուտ գիտելիքի պակասը, որ կարան այդ process-ը ախտահանման թերի անեն։ Հետևաբար միակ ելքը պարբերաբար ստուգվելը մնաց։ Այո։ Դժվար բան չկա, անվճար, ինձ թվում է խնդիր չի։ Շնորհակալություն։ Չարժի, ձեզ շնորհակալություն։ Մենք զրուցում էինք ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ վարակաբան Հրանտ Բաբայանի հետ։